Իրան ԱՄՆ բանակցությունները, որոնք սկսվեցին, որովհետև փետրվարի 28-ին, եթե չեմ սխալվում։ Այո, փետրվարի 28-ից սկսեց ռազմական Տրամպը հերթական անգամ Նետանյահուի կուտը կերավ, միջև ականջները թաթախվեց մի բանի մեջ, որի պատճառով իր վրայից հոտ է գալի, ոտերը արդեն նեխել է, որտեղ չի կարողանում դուրս գա այդ ճահիճից, հնարավոր չի ոչինչ անել, այդ ընթացքում ինքը դարձավ ռազմական հանցագործ, սպանեց 160 երեխա ապացուցված մեկ դպրոցում, այդպես բանով, ոչնչացրեց բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, բաներ այդ Իսրայելի հետ միասին, դե Իսրայելը վաղուց էր ռազմական հանցագործ հանդիսանում, Տրամպը հասցրեց իրավիճակը նրան, որ ամենասկզբից առաջի օրվանից պատերազմի կողմ 38% էր Ամերիկայի բնակչության, հիմա հայտնի չի ընդհանրապես կողմ մարդ կա թե չէ, այսինքն բրծավ, վերջացավ, ոչնչացրեց վարկանիշը, ոչնչացրեց Ամերիկայի ռեպուտացիան, ոչնչացրեց ամբողջությամբ միջազգային տնտեսական համակարգը եւ ամենակարևորը ամբողջությամբ փոխեց Պարսից ծոց եւ համաշխարհային շուկա հարաբերությունները։ Հորմուզը անցավ Իրանի ամբողջությամբ տիրապետության տակ։ Հիմա Հորմուզով անցնում են մենակ նրանք, ում Իրանը թույլ է տալիս։ Եվ բացի ամեն ինչից, այս ամեն ինչը նաեւ վերացվեց նրան, որ ինքը մեկ շաբաթ առաջ ասեց, որ Օբամայի կնքած են բանը այդքան էլ վատը չէր այդ դիլը։ Ուղղակի այդ Օբամայի կնքած դիլով Հորմուզը միջազգային բան էր համարվում, ջուր էր համարվում, միջազգային տիրապետության տակ էր։ Հիմա այդ անցավ բան, հիմա ինքը վերադառնում է բանին Օբամային, բայց բալիստիկ հրթիռների հարցը չի քննարկվել, Պարսկաստանը ասել է այդ թուղթը տար թո Բիբին ուտի։ Լիբանանից պետք է դուրս գա, թե չէ համաձայն չենք։ Այն էլ տար թո Բիբին ուտի։ Բիբին էլ ասեց, ես Լիբանանից դուրս չեմ գա։ Հա, այնի ասեց, դե հիմա բարև ձեզ։ Ինչ կնքել եք, ստորագրել եք, հա, ինչ չի վերաբերում։ Դե հիմա այդ վերացվելան։ Դա հիմնական պայմաններից մեկն է։ Առաջ ասեցի, որ եղբայր, հիմա Տրամպը պետքա պատասխան տա։ Դու ով ես։ Լավ, դու ով ես այդտեղ։ Դու եկե մտել ես պատերազմի մեջ, ասելով, որ իրան ես պահում։ Հիմա ինքը, ում դու պահել ես, ասում է, որ դու չմու ես, քո ստեղծածը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այդ դրա համար է Տրամպը կատաղ է զանգում, ասում են Նետանյահուին ինձնից վերան քֆուր է տալ։ Ես պատրաստ եմ Ամերիկայի դեսպանատան միջոցով ուղարկեմ ճիշտ ձևակերպումները, ինչ պետք է ասել Նետանյահուին, պատրաստ եմ համագործակցել այդ հարցը։ Հիմա տեսեք, այս ամբողջ պատմությունը ինչի մասին է։ Եթե բացվեց, հա, դե ինչն է ամենակարևորը, ասում ենք, կարևորը չեմ ասում է, 24 միլիարդ ծառայցրած գումար կա, որից 12 միլիարդ հիմա պետք է բացվի անմիջապես։ 300 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որը չի սահմանափակվելու ոչ մի բանով, Իրանում պետք է իրականացվի։ Իրանը ապաշրջափակվում է, հավանգիստները, այսինքն Չաբահարը եւ Բանդեր Աբասը, այդ թվում պատժամիջոցների մի մասը պետք է դուրս գա, այստեղ բարև ձեզ, Հայաստանը էլի հաղթում է, որովհետեւ մեր մոտ վերջապես կգործի այդ սկզբունքը, որ մենք Պարսից ծոց, Մեղրի ու ունդեղ ոնց պատահի արդեն։ Սևծով բան կարանք այդ հարցը լուծենք։ Հիմա այսինքն այս ճանապարհը մեծ ձեռնտու բան է։ Ամենակարևորը գիտեք որն է։ Տրիպը էլ ոչ մեկին պետք չի։ Եթե սա աշխատես, տրիպը էլ ոչ մեկին պետք չի։ 3+3-ի ֆորմատը ոչ մի բանի մասին է։ Այս պահին։ Ընդհանրապես։ Բա ինչու են ասում, դա է տարածաշրջանային համագործակցության մեխը այդտեղ։ Չէ, գլուխը քարով է տալի, կապ չունի ով ասում, Լավրովի դան։ Հա դե Լավրովն է։ Լավ, թուրքական վերլուծական եւ սենց ասեմ տնտեսագիտական ոլորտներում 3+3 ֆորմատ գոյություն չունի։ Դա քաղաքական ձևակերպում է, որը միակ շահառուն Ռուսաստանն է։ Իրանք գնում են մի բան պետք է ասեն։ Թեթև տարեք, թուրքական դիվանագիտությունը կառուցված է ձեռքը, որը չես կծում, լզի։ Այդ բանի վրա։ Հիմա Իրան Ռուսաստանից բան է պետք, որովհետև ինքը տնտեսական ճգնաժամի մեջ է, մասնավորապես ինքը խնդիր ունի կապված գազի մատակարարման հետ։
որովհետև այդ տնտեսական ճգնաժամը ունի շատ կոնկրետ հետևանքներ բոլոր ոլորտներում։ Ինքը խնդիրներ պետք է լուծի։ Ինքը օրինակ հիմա ժամանակն է գալիս, ցորենի հարց պետք է լուծի, որովհետև իր ամբողջ սոցիալական պատասխանատվության այդ ծրագիրը հիմնված է նրա վրա, որ գերաղքատ եւ աղքատ խավերը օժանդակություն են ստանում։ Ինքը հիմա խնդիր ունի լուծելու ցորենի, ինքը խնդիր ունի լուծելու նավթի, լավ, սենց ասեմ։ Ինքը խնդիր նու էդի կրիտիկական չի, բայց բացի ցորենից, դա մետաղների, բաների, ինքը ուզում է այդ հարցերը լուծի իր տնտեսության համար։ Ռուսաստանի միջոցով։ Հա, որովհետև Ռուսաստանում ամեն ինչ էժան է։ Մի քիչ անորակ է, բայց էժան է, բայց հիմա ինքը այն վիճակում չի, որ կարա որակի հետևից ընկնի, ինքը խնդիր ունի, ինքը 80 միլիոն մարդ է։ 80-ից ավել, 85 միլիոն մարդ է, որոնցից 9-ից 10 միլիոնը փախստականներ են, դրանք ընդհանրապես սոված զկրտում են։ 0 հնայի համար 0 բան են ստեղծում ու սոված են։ Իրանց մի բան պետք է կերակրես, 10 միլիոն մարդու գոնե հաց պետք է տաս ամեն օր։ Մենք էժան մի բան պետք է գտնի անի։ Այդ տենց չի, որ Ուկրաինայի հետ էլ ինքը ունի, չէ՞ պայմանագիր, որ ինքը ուկրաինական ծորենը վերցնում է, իր բանի տակ վաճառում։ Ուզում եք ասեք, Ռուսաստանը 3 գումարած 3-ը առաջ է տանում, բայց Ֆիդան Թուրքիան ասում է հա, բայց չէ, խոսքը դրա մասին չի։ Տենց չի, որ ասում է հա։ Ինքը ասում է դե լավ։ Բայց այդտեղ Իրանն էլ կա, էլի։ Ռուսաստանը տարածաշրջանում ուրիշ բան չունի։ Ախր չունի, ինքը մոդել չունի, ինքը ծրագիր չունի, ինքը գոյություն չունի, ինքը դա բերում է, բայց հիմա Իրանը, որը Ամերիկային հետ ոնց որ թե սենց ասեց, լավ, ասենք բարիշեց, նու չի բարիշը, բայց դե նստեց հավասարի պես կռիվ տվեց, ու հիմա հավասարի պես դուրս է գալիս կոնֆլիկտից հաղթած, որտեվ Օբամայի ժամանակ իրան ընդամենը 1.9 միլիարդ էին տվել, հիմա 12, 300 միլիարդ ներդրում պետք է լինի, Հորմուզը Իրանն է, ինքը հաղթած է դուրս գալիս այս պատերազմից, դա նշանակում է, որ այդ իրանց իրաց կլասիֆիկացիայով, որ աշխարհի երկրորդ բանակը մտավ Ուկրաինա, դարավ Ուկրաինայում երկրորդ բանակը, իսկ աշխարհի առաջի բանակը եկավ մտավ Պարսկաստան, դարավ Պարսկաստանում երկրորդ բանակը։ Այսինքն Պարսկաստանի բանակը ապացուցեց եւ զինված ուժերը եւ մոդելը կառավարման եւ քաղաքական ռազմաքաղաքական կառավարման մոդելը ապացուցեց, որ ինքը կաշառակեր ավտորիտար ժողովրդավարությունից դեպի ավտորիտար անցնող Տրամպի ռեժիմին կարա հանգիստ ծալի փաթաթի ուղարկի բանով Բրաբիոնով Ալֆա Ցենտավրը, որովհետև Տրամպը հույս ուներ, որ իր երկու տղեն իր տնփեսեն ու բանը, ինչ էր դրան, վիճոկն ու զյաճոկները, տենց միլիարդներ ստեղից ընդեղից փոկելով, ինքը դե իր կլանի հարստությունն էր ստեղծ։ Հիմա Ամերիկան հասկացել է, չէ՞, Տրամփ Կենեդի կենտրոնի վրից Տրամփը ոնց ջարդին չհասրեց, դատարանը չհասրեց որոշում կայացնել, ճակուճով։ Այ տենց էլ Տրամփի հիշատակն են մաքնելու, նաև տրիպը։